Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները, նաեւ ձեր հաղորդումները, քանի որ այս հաղորդումը ձեզ համար է բարեկամներ, եւ ուրախ եմ, որ միշտ ձեր առաջարկներով, ձեր խորհուրդներով օգնում եք, որ այն դառնա ել ավելի բովանդակալից եւ ել ավելի լավ։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային ավանդական խոհանոցից։ Եվ այսպես բարեկամներ այսօր պատրաստելու ենք նորից հագանի։ Օգտագործելու ենք հետևյալ բաղադրիչները՝ հավի կրծքամիս, սխտոր, մածուն, կծու, պղպեղ, օգտագործելու ենք գազար, տաք քաղցր պղպեղ եւ բնականաբար համեմունքներ են լինելու աղ, համեմի սերմ, սև պղպեղ եւ ամենակարևոր, ամենահիմնական համեմունքը, որ մենք միշտ կրում ենք մեզ հետ, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Գնացինք, ուտեստը պատրաստվում է տապակման միջոցով, տապակման եղանակով, հավի կրծքամիսը, կտրատում ենք մկանային հյուսվածքին հակառակ, մկանները այսպես են շարված, մենք կկտրատենք հակառակ, որ տապակման ժամանակ ունենանք լավ տապակված եւ սննդային արժեքները պահպանված միս։ Ահա, մկանային հյուսվածքը այսպես շարված է, մենք հակառակ, ուղղը հայաց։ Տապակը տաքացնում ենք, պարտադիր ձեթը դաղում ենք, յուրաքանչյուր անգամ օգտագործելով տապակման ջերմային մշակման եղանակը, պարտադիր հանգամանք է տապակը լավ պիտի տաքանա, ձեթը պիտի դաղվի։ Իսկ մինչ այդ կարող ենք կտրատել նաև բանջարեղենը։ Ինչպես նշեցի, օգտագործելու ենք գազար։ Ահա։ Լավ տաքություն պիտի հավաքել տապակի մեջ, որ անմիջապես հավի կրծքամիսը կեղևապատվի։ Դաղվեց արդեն ձեթը, հավի կրծքամիսը կտապակենք, կտրատենք նաև տաք դեղը, ավելացնենք գազարը, տաք դեղը նույն չափսով, մի քիչ տակը իջեցնենք կրակի եւ պատրաստենք սխտորից մածունից հատուկ սոուս։ Օգտագործելու ենք սամիտ, ցիտրոն եւ թարխուն։ 3 տեսակ կանաչի։ Սխտորի հետ խառնենք, օգտագործենք շատ համեմի սերմ, աղ և կարմիր պղպեղ։ Կտրատում ենք միասին կանաչիները և համեմունքը և ավելացնենք մածունի վրա, մեկ հատ կծու պղպեղ,
Եվ այս ամբողջ ավելացնենք մեր հագանիի վրա։ Մի քիչ ջուր, վերջ բարեկամներ ծածկենք կափարիչով եւ սպասենք մինչ կպատրաստի։ Մեզանից կպահանջվի 8-ից 12 րոպե եւ այս ուտեստն արդեն պատրաստ է։ Սպասենք 12 րոպե։ Բարեկամներ արդեն մոտենում են պատրաստման այդ ժամանակը պատրաստ լինելու։ Նախապատրաստենք ափսեն, որի մեջ պիտի մատուցենք եւ նաեւ նորից թվարկենք, թե ինչ արեցինք։ Հավի կրծքամիսը տապակեցինք շատ դաղված, շատ տաք ջերմաստիճանով ձեթի մեջ, կերապատվելուց հետո ավելացրեցինք գազարը եւ տակդեղը, մի քիչ շոգեխաշեցինք ձեթի մեջ, այնուհետև պատրաստեցինք մածունից, սխտորից, սամիտ, մաղադանոս եւ թարխուն եւ սխտոր մածունով պատրաստեցինք այդ թանձրուկը, ավելացրինք վրան, մի քիչ ջուր եւ թողեցինք շոգեխաշվի այդ թանձրուկի մեջ։ Ուտեստը պատրաստ է արդեն բարեկամներ, ինչպես նշեցի, մածունով, գազարով, հագանի։ Ահա։ Մատուցենք կավից հատուկ ամանների մեջ։ Այսպես։ Եվ թանձրուկը նորից վրան։ Ահա, հարգելի հեռուստադիտողներ, տեղադրենք նաև հացերի հացը, լավաշը չորացված։ Ահա բարեկամներ, այսօրվա համար այսքանն ենք պատրաստել։ Ուզում եմ, որ նախ շնորհակալություն հայտնել ունկնդիր լինելու համար եւ ուզում եմ, որ ձեր բոլորի սեղաններին լինի ազգային ավանդական ուտեստներ։ Հավատացեք, որ դրանք կօգնեն ձեզ դառնալու ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ։ Մենք լինենք միասին, ասք սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Հագանի, հավի կրծքամիս 300 գրամ, սխտոր 1 բջեղ, մածուն 100 գրամ, կծու պղպեղ 1 հատ, տակդեղ 100 գրամ, գազար 80 գրամ, համեմի սերմ, աղ, պղպեղ, բարեխորշակ։